Վանաձորի բժշկական կենտրոնը կազմավորման օրից զարգացման տարբեր փուլերում առաջնորդվել է պատասխանատվության, համագործակցության և թափանցիկության սկզբունքով, զարգացման հաջողությունը պայմանավորելով, թիմային նվիրված ու համառ աշխատանքով։ Կենտրոնում աշխատում է 485 մասնագետ, որոնց իրենց կյանքն են վստահել ներկայումս բուժվող 198 հիվանդ։ Կենտրոնի տնօրեն Վարդան Աբովյանի ղեկավարությամբ կայացավ մամուլի ասուլիս, որի ընթացքում բժիշկն ամփոփեց ձեռքբերումներն ու բացթողումները։ Նպատակն է ունենալ մրցունակ բժշկական կենտրոն, որը հիվանդներին կմատուցի որակյալ անվտանգ ծառայություն ժամանակակից տեխնոլոգիաների և սարքավորումների միջամտությամբ։ Բժիշկը նշեց նաև հաջողության հասնելու ուղիները, այն է շենքային պայմանների, կադրերի, մարդկային ներուժի, բժշկական սարքավորումների առկայություն և կառավարման համակարգի փոփոխություն։ Ամենաառաջի աշխատանքը, բոլորդ երևի արդեն նկատել եք, դա ճանապարհի ասֆալտապատումներ, որը կատարվեց Նիզամի 53 հասցեում երկրորդ մասնաշենքում, կոսմետիկ վերանորոգման աշխատանքներն էին, որոնք կատարվեցին առաջին մասնաշենքում, բացի դրանից վերանորոգվեցին առանձին հիվանդասենյակներ, միջանցք։ Բժշկական կենտրոնը սարքավորումներով հագեցնելու ուղղությամբ տարվել են աշխատանքներ, ձեռք են բերվել էխոկարդիոգրաֆիայի, գաստրոսկոպի, սոնոգրաֆիայի սարքավորումներ, շուտով կենտրոնը կհամալրվի դիալեզի 3 ապարատով։ Ամենաառաջինը դա էխոկարդիոգրաֆներ, որը գալուց 5 օր հետո արդեն կարողացանք ունենալ եւ ուրախությունից պետք է ասեմ, որ սարքը ունենալուց մի քանի օր անց արդեն իսկ 44 տարեկան մի երիտասարդ մարդու կյանք փրկեցինք։ Բժիշկ Վարդան Աբովյանը նշեց, որ ձեռքբերումների առումով մեծ է լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանի դերը։ Կենտրոնի կողմից բարձրացված յուրաքանչյուր հիմնավորված հարց անարձագանք չի մնում։ Պատեն, համակարգչային տոմոգրաֆը, կոմպյուտերնի տոմոգրաֆը, օրինակ մեր մոտ գները դրված էր 45000 դրամ։ Ներկայացրինք մարզպետին, հիմնավորեցինք եւ 45000 դրամից գները իջան մինչև 25000, նույնիսկ հետազոտությունն ենք 15000 դրամ։ Սարքավորումների առկայությունը դեռևս որակյալ արդյունք չի ենթադրում։ Սարքավորումներն աշխատեցնում են մասնագետները, իսկ կենտրոնում աշխատող յուրաքանչյուր մասնագետ պետք է հմուտ լինի իր գործում։ Վերապատրաստման փուլն այս դեպքում վերաբերվում է բոլոր աշխատող մասնագետներին։ Բժիշկը նշեց մասնագետների 3 ուղղություն՝ թերի մասնագետների վերապատրաստում, նոր մասնագետների ընդգրկում եւ մասնագետների ընդգրկում այլ վայրերից, որոնք համագործակցելով տեղի բժիշկների հետ ել ավելի կհմտանան։ Ներկայումս 2 մասնագետ վերապատրաստվում են Ռուսաստանի Դաշնությունում։ Ի ուրախություն վանաձորցիների կադրային ռեսուրսը եւս հզորացել է։ Կրկին մեր հետ հիվանդանոցում աշխատում է Այծեմիկ Օհանյանը, որը գիտեք մարզի գլխավոր սոնոգրաֆիստն է։ Մեզ հետ միասին աշխատում է, այսինքն ամսի 1-ից կաշխատի դիմացնոտային վիրաբույժ է, որը 6 ամիս վերապատրաստվում էր Գերմանիայի Դաշնությունում եւ այսօր վերադարձել է ամսի 1-ից արդեն մեզ հետ կլինի։ Ընդունել ենք նոր օնկոլոգ, որը մեզ հետ աշխատում է։ Վանաձորի բժշկական կենտրոնն ունի 2 մասնագետի խնդիր՝ կրծքային վիրաբույժի եւ նևրովիրաբույժի։ 2 մասնաշենքերը միավորելու ուղղությամբ կառավարման համակարգի փոփոխությունները սկսվել են դեռևս 2011 թվականից։ Փոփոխություն է մտցվել ժամանակային աշխատանքի գրաֆիկի եւ հերթապահության վճարման համակարգի մեջ։ Նպատակն է ստեղծել 1 հիվանդանոց եւ 1 աշխատող համակարգ։ Վերջում բժիշկը չկարողացավ չանդրադառնալ դժգոհության մեծալիկ բարձրացրած իրադարձությանը՝ գործընկերոջ Վլադիմիր Ղուկասյանի կալանավորմանը։ Կողմ ենք մի բանի, որպեսզի այն ինչ որ մենք անում ենք, եթե նույնիսկ սխալ ենք թույլ ու պետք է պատժվենք, այդ ամեն ինչը ապացուցվի դատարանով։ Եվ բժիշկը մինչև դատարան գնալը չձերբակալվի։ Բժշկական կենտրոնը հավատարիմ մնալով իր սկզբունքներին շարունակելու է ամբողջ թիմով աշխատել, ելնելով հիվանդի շահերից եւ կարիքներից, գործել արագ եւ լցվել պատասխանատվությամբ, հավատարիմ մնալով բժշկի անձնվեր աշխատանքին, փոխարենը հիվանդից պահանջելով հավատ եւ վստահություն։ Հերմինե Այվազյան, Կամոլ Ծատուրյան, Լոռի հեռուստաընկերություն։